Սիմոնյան post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ ողջունում եմ ձեզ, ես այսօր զրուցելու եմ իրավական գիտությունների թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ պարոն Սիմոնյան։ Պարոն Պետրոսյան, գիտեք, որ արդեն ահագին ժամանակ է նոր խորհրդարանի ներորդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքները, հանձնաժողովի նախագահներ էին ընտրում եւ այլն ելույթներ եղան, շուրջ պահեր եղան, առհասարակ այս ազգային ժողովը ինչպես է գնահատում եւ նաեւ հետո գործադիրին կանդրադառնանք։ Ես ազգային ժողովի կազմը գնահատում եմ խայտառակ, ոչ ավել, ոչ պակաս ամենավատ կազմն է։ Ինչու, որովհետև հատկապես կառավարող խմբակցության մանդատակիրները 90%-ը տեղյակ չեն, ինչի համար են գալիս ազգային ժողով, որն է նրանց գործառույթները, ինչ նպատակով են գալիս, ինչ իրավունքներ ունեն, ինչ պարտականություններ եւ վերջապես նրանց գտնվելը ազգային ժողովում, որքանով է նպաստելու Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծմանը։ Տեսեք, սկսած պետական ապարատը համալրելուց մի կանոն կա, կարևոր իրենց մարդը լինի, բացարձակապես կարևոր չի, թե այդ մարդը որքանով է տիրապետում իր կողմից զբաղեցվող պաշտոնին, դրա գործառույթներին։ Մեկը հենց երջանկա հիշատակ ճակերտավոր իմաստով Ալեն Սիմոնյանը, որին ազգային ժողովի նախագահի պաշտոնից որ հանել էին, քիթմռութը կախ հարցազրույց էր տալիս, ասում էր մի քիչ էլ ես հանգստանամ։ Դու ինչ ես արել, որ հանգստանաս։ Մի քանի տարի եղել ես ազգային ժողովի նախագահի տեղակալ, եւ դու ընդհանրապես այդ ամբողջ դահլիճում երկու բառ ես ասել՝ լռություն դահլիճում, լռություն դահլիճում։ Դուք, հարգելի պարոն Սիմոնյան, հիշում եք մի դեպք, որ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում օրինագիծ ներկայացնի։ Ճիշտն ասած չէ։ Որ որևէ քայլ անի, որը նշանակում է, որ իսկապես ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեություն։ Ոչ մի քայլ չի արել։ Լռություն դահլիճում, լռություն։ Ու ասում է, ես գնում եմ հանգստանալու։ Բախի չհանգստացար, տղա ջան, 10 օրը չքաշեց, նշանակվեցիր անվտանգության խորհրդի քարտուղար։ Սկսենք դրանից, հարգելի պարոն Սիմոնյան, ես միշտ այսպես եմ կարծել, որ մարդու բարոյականությունը մեծապես կախված է նրանից, թե նա որքանով է կարողանում հեռու պահել իրեն իր հետ կապ չունեցող կարգավիճակներից։ Ալեն, այդ դու կյանքում անվտանգության համակարգում կես ժամ աշխատած կաս, որ անվտանգության խորհրդի քարտուղարն ես։ Ախր սա ի՞նչն է, որ այս կատեգորիայի մարդիկ առանց պաշտոնի չեն պատկերացնում իրենց կյանքը։ Նրանց կյանքը առանց պաշտոնի ոնց որ գառը առանց մոր կրծքի։ Հիմա Ալեն Սիմոնյանին, որ նշանակեն գազանանոցի վարիչ, կեթակ աշխատի, որովհետև պաշտոնի մեջ վարիչ բառը կա, ցիրկի դիրեկտոր եւ այդպես շարունակ։ Էս է սրանց մակարդակը։ Հիմա ասենք այդ տխրահարճակ մանդատակիրներին։ Այնտեղ մի երկոտանի կա, Ճաղատ երկոտանի, Սիսակ Գաբրելյան։ Ինչ է ասում այս ապիկարը ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից։ Ասում եմ, մեր սահմանադրության մեջ բառացի ցիտում եմ, հարգելի պարոն Սիմոնյան։ Մեր սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Լավ, դու խայտառակ չես, տղա ջան։ Եթե այս բանը ասի ծերեթելիում անհույս ծավալած մի քրտնախաշ երկոտանի, որը սպասում է մի շփոթված վարորդի, էլի միտեղ կասենք կարելի է հասկանալ, դե իմանա պարտավոր չի իմանա, բայց սա ասում է ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, որը ավելին ուշադիր լսեք, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն։ Բայց եթե բարձրագույն իրավաբանական կրթությունը այսպիսի բան է ասում, մենք ուրիշներից ինչ պահանջենք, հա? Այդ գնա կարդա սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Ամոթ քեզ, ափսոսում եմ, որ դու ավարտել ես Երևանի պետական համալսարանը։ Այն էլ իրավաբանության ֆակուլտետը։ Հաջորդը Արուսյակ Ջուլհակյան, որին շատ կսած էր իր ծագման բնակավայրում Գյումրիում, այնտեղ ավտոկայանում, ասենք, մատուցողի աշխատեր, խալաթը հագին, գլխարկը գլխին, վազվզ էր սեղանների կողքով։ Նա ինչ գործ ունի ազգային ժողովում։ Ուրեմն պատգամավորը հարց է տալիս, ասում է, օրենքի հետադարձ ուժը վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե նաև իրավունքի այլ, այդ թվում նաև պրոցեսուալ ճյուղերին։ Այս մարդը, լինելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նա տեղյակ չի, ինչ է նշանակում օրենքի հետադարձ ուժ։ Սկսավ ընկնել իրենց բոստանները։ 2018 թվականի ասում է,
հեղափոխության ժամանակ մենք առաջ բերեցինք վեթինգի գաղափարը, ախր ինչ կապ ունի վեթինգը օրենքի հետադարձ ուժի հետ։ Այ հանճարեղ աղջիկ, ամոթա, գնա դիպլոմը տարակցրա։ Դու ինչ գործ ունես ազգային ժողովում, պատգամավորի կարգավիճակով։ Ինչ վեթինգ, ինչ մի հատ էլ չի ամաչում, ասում է վեթինգը չեղավ, որովհետև սահմանադրության մեջ նախատեսված չէ։ Աղջիկ ջան, բա որ սահմանադրության մեջ նախատեսված չէ։ Բա խիկ որպես նախընտրական քարոզարշավի նյութ թոս փչելու համար ժողովրդի աշկին ներառում ձեր նախընտրական ծրագրում, հաճոյանում ժողովրդին ու փորձում համոզել, որ դուք գալիս եք այս իշխանության ժողովրդի մատից փուշ հանելու համար։ Ամոթ ձեզ։ Եվ ի վերջո գանք Դիվան Բաշուն, Նիկոլ Փաշինյանի։ Ինչ է ասում։ Ասում է, որ ես ում որ աշխատանքից ազատեմ որպես երկրի ղեկավար։ Դե ինքը սահմանադրությունը չի կարդացել, որի 123-րդ հոդվածի համաձայն երկրի ղեկավարը պետության գլուխն է։ Այլ է հարցը, որ այնտեղ չգիտեմ ինչ գլուխ է, բայց ոչ պետության։ Ասում է, ես ում որ աշխատանքից ազատեմ, լինի քաղաքական թե հայեցողական պաշտոնյա, նա իրավունք չունի դիմել դատարան։ Լսրա մակարդակը, եւ սա զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը։ Մոռանալով, որ սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն ասում է, որ յուրաքանչյուր ոք, չի ասում այս ինչ պաշտոնյան, այն ինչ պաշտոնյան, ասում է յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք։ Այդ յուրաքանչյուր ոքի մեջ մտնում է եւ քաղաքական պաշտոնյան, եւ հայեցողական պաշտոնյան, եւ արեստավորը, եւ բժիշկը, բոլորը մտնում են յուրաքանչյուր ոքի մեջ։ Որևէ վերապահում այնտեղ չկա։ Հետևաբար եւ նա օգտվում է դատական պաշտպանության իրավունքից։ Ինչ է ասում այս ապիկար երկոտանի Նիկոլը։ Ասում է, որ ես դատելու եմ բոլորին։ Ես հարց եմ տալիս Նիկոլին, այ տղա, մեկ-մեկ սահմանադրություն կարդա։ Որտեղ է գրած, մի հատ խնդրում եմ սահմանադրության որևէ նորմասա կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի, որտեղ գրած է, որ վարչապետը ունի քաղաքացուն դատելու իրավունք։ Նիկոլը չի իմանում, որ սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն անձինք, պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Նիկոլ, տղա ջան, դու կարես ցույց տաս մի օրենք, մի նորմ սահմանադրության կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի, որտեղ վարչապետին իրավունք է վերապահված քաղաքացուն դատելու։ Իսկ սա էլ հարգելի պարոն Սիմոնյան, ինչ է նշանակում, որ նա չի կարդացել նաև քրեական օրենսգիրքը, որի 420 հոդվածը 10-ից 15 տարի ազատազրկման պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար։ Իսկ այդ նույն 420 հոդվածը սահմանադրության հստակ նշում է, որ սահմանադրական կարգի տապալում է նշանակում նաև սահմանադրության այդ իմ նշած 6-րդ հոդվածի առաջին մասի խախտումը։ Այսինքն օր-օրի շալակում է քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործությունները։ Եվ ես ձեզ մի բան ասեմ, հարգելի պարոն Սիմոնյան, այս Նիկոլ Փաշինյանի վերջին ձղաճքումները ազգային ժողովում, սա իրեն թվում է, որ ինքը գոռաց իրանից վախենում է։ Իրանից վախենում են զուտ իր արտաքինի հետ կապված, բայց ոչ էությամբ, ոչ հոգեպես։ Սա խելացի մարդը հասկանում է, որ վախեցած ջղաձիկ մարդու վարքագծի կանոնը, այս գոռալով, հաթաթա տալով կզասնելու եմ, ինչ է նշանակում կզասնելու եմ։ Սկսենք նրանից, թե սա վարչապետի խոսույթ է, թե ոչ։ Իսկ կզասնելու եմ, դա նույնպես քրեական օրենսգրքով պատժվող արարք է։ Մասնավորապես քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հոգեկան ներգործության համար, որտեղ օգտագործված է խոշտանգում տերմինը։ Իսկ կզասնելու երևույթը դա խոշտանգման դասական դրսևորում է։ Դարձյալ, որի համար սահմանված է արդեն ասացի քրեական պատասխանատվություն։ Եվ վերջապես խայտառակ հայտարարություններից մեկը Նիկոլի ասում է, որ ով որ ընդդիմությանը ձայն է տվել, անխտիր բոլորը ընտրակաշառքին ստացել։ Լսի այդ աղա, եթե դու մուտիլովչիկ չես, եթե դու բեզաչոտիկ չես, դե հենց այսօր կամ վաղը, չգիտեմ, քեզ երբ է հարմար, ինձ միշտ էլ հարմար է։ Բեր մեկին, ով որ կապացուցի, որ Գևորգ Պետրոսյանին ձայն է տվել ընդդիմությանը ընտրելու համար։ Այո, ես ընտրել եմ ընդդիմությանը, բայց թող մեկին բերի, որ կարողանա ապացուցել, որ ես ընտրակաշառք եմ վերցել։ Ընտրակաշառք վերցնելը քրեական օրենսգրքի 418 հոդվածի համաձայն առանձին հանցագործություն է,
որի համար նախատեսված է 1-ից 3 տարի ազատազրկում։ Հիմա մի ամբողջ ազգաբնակչության 1/3-ին 500,000-ից ավելի մարդ ով ձայն է տվել ընդդիմությանը, բակարար է մեղադրել, այդպիսի սին մեղադրանք հղել ընտրակաշարք ստանալու մեղադրանքով։ Այսինքն այս մարդը ամեն քայլի դիմում է միայն մեկ բանի համար, որպեսզի պահի իր իշխանությունը։ Նա անելիք չունի ազգային ժողովում, նա անելիք չունի կառավարությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ուղղակի գնդակարել է Սահմանադրության 88 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Ընդհակառակը այսօրվա ազգային ժողովը դա ոչ թե վերահսկողություն է իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ, այլ ինքն է վերահսկվում կառավարության, իսկ ավելի ստույգ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ամբողջ օրենսդրությունը գնդակարված վիճակում է։ Այնուամենայնիվ, ես չեմ զլանում Նիկոլ Փաշինյանին մի բարի խորհուրդ տալ։ Նիկոլ, վերցուր այդ ամառանոց, կառավարության շենք, ազգային ժողովի շենք, ժողովրդին հաթաթատալ, վախացնել, մարդկանց ձերբակալություններ կազմակերպել, մի արտահայտության համար կալանավորել արտահայտություն անող պատգամավորի եղբորը, ամոթ ունեցի։ Մի հատ մեծ սայլակ վերցրա, մեջը դիր այդ քու ունեցվածքը, այդ գույքը, շորերը տա, չգիտեմ, կոշիկները տա, ինչը տա, մի հատ էշ վերցրա, նստի վրեն ու քշի յալլա ենոքավը։ Այնտեղ ասում են ինչ որ այդ խոզերը անտիրական ընկած քեզ են մանգալի։ Ասում են ուրա մեր Նիկոլը, թողա մեզ խանձի, որ դեմը նոր տարիա պետք է գան։ Էս էլ իմ բարի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, հետևենք պրոցեսներին, դեռ առիթներ կունենանք, շնորհակալություն այս զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։